Եկեք անկեղծ լինենք։ Ցանկացած երկրում քաղաքացիները ամենևին էլ միանշանակ չէին ընդունի, եթե կինոնկարում տեսնեին, որ ըստ սցենարի մահափորձ է կատարվում իրենց նախագահի վրա։ Դե պատկերացրեք, թե ինչ զգացմունքներ են ապրում Հյուսիսային Կորեայի բնակիչները այժմ, երբ իմանում են, որ Ամերիկայում հենց այսօր սկսվել է հարցազրույց ֆիլմի ցուցադրումը։ Սյուժեն մոտավորապես սա է. ամերիկացի երկու լրագրողներ ջանքեր են գործադրում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինից հարցազրույց ստանալու համար եւ տեղեկանալով այդ մասին, կենտրոնական հետախուզական վարչությունը մտածում է, բա ինչպես կարելի է բաց թողնել նման հարմար առիթը։ Եկեք փորձենք սպանել այդ մարդուն։ Մնացածը չեմ պատմի, որովհետեւ համոզված եմ շատ շուտով բոլորը հնարավորություն կունենան դիտելու այդ վիճահարույց կինոնկարը։ Արդեն 3 դրա դիտումը կազմակերպվել էր առցանց, ճիշտ է միայն ամերիկացիների համար, բայց հաշվի առնելով ցանցահենների հնարավորությունները, կարելի է հաստատ ասել, որ շատ շուտով, շատ ժամանակ չի անցնի մինչև այն պահը, երբ այդ ֆիլմը հասու կլինի նաև հայաստանցիներին, այն էլ երևի անվճար։ Sony ընկերության նկարահանած այս կինոնկարը իհարկե իրականում կատակերգություն է, բայց Հյուսիսային Կորեայում այն շատ լուրջ են ընդունել։ Ինքը Կիմ Չեն Ինը ասել է, որ դա ահաբեկչության հովանավորում է Ամերիկայի կառավարության կողմից։ Իսկ կորեացի հակերները ոչ միայն համացանցային հարձակում են իրականացրել Sony ընկերության դեմ, այլև զգուշացրել են, որ եթե այդ ֆիլմը դեկտեմբերի 25-ին ցուցադրվի ամերիկյան կինոթատրոններում, ի պատասխան կձեռնարկվեն այնպիսի պատժիչ գործողություններ, որոնք համարժեք կլինեն սեպտեմբերի 11-ին կատարվածին։ Կարելի է երևի պատկերացնել Sony ընկերության եւ ամերիկյան կինոթատրոնների ցանցերի ղեկավարների վիճակը։ Նախ այդ կինոթատրոնների մեծ մասը հրաժարվեց ցուցադրել կինոնկարը, հետո Sony-ն էր ուզում հետաձգել ցուցադրումը, բայց Ամերիկայում բողոքի ալիք բարձրացավ։ Նույնիսկ Բարակ Օբաման միջամտեց ու կարծիք հայտնեց, թե դա Sony-ի կողմից գրաքննություն կլինի։ Իսկ հոլիվուդյան աստղերն էլ արտահայտեցին իրենց վրդովմունքը, թե հայսուր ենք հասել, ինչ որ հեռավոր մի երկրից մեզ ամերիկացիներիս արդեն թելադրում են, թե տանը կամ կինոթատրոնում նստած մենք ինչ ֆիլմ դիտենք կամ չդիտենք։ Եվ որոշվեց այնուամենայնիվ տեղի չտալ եւ այսօր, հենց հիմա, երբ դուք դիտում եք այս հաղորդումը, Երևանի ժամանակով ժամը 22-ից, ամերիկյան մոտ 300 կինոթատրոններում պաշտոնապես սկսվել է այս կինոնկարի առաջին ցուցադրումը։ Քիչ առաջ կարդացի, որ առանձին կինոթատրոններ նույնիսկ առաջ են ընկել եւ այս ֆիլմի գիշերային ցուցադրություն են կազմակերպել, այսինքն հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ ամերիկացիները պատրաստ էին նույնիսկ գիշերը գնալ կինո։ Ճիշտ է, այստեղ մի նուրբ հանգամանք կա։ Եթե ուրիշ օր լիներ, դժվար թե մարդիկ գիշերը վեր կենային ու գնային կինոթատրոն, բայց այս անցած գիշերը ուրիշ գիշեր էր։ Տասնյակ միլիոնավոր մարդիկ նշում էին Սուրբ Ծնունդը։ Ու քանի որ այս պահին էլ աշխարհի բոլոր ծայրերում, այդ թվում նաև Հայաստանում, կաթոլիկները շարունակում են նշել այդ տոնը, թույլ տվեք այդ տհաճ թեմաները, մահափորձ, ահաբեկչություն ավարտել եւ մի քիչ էլ տոնի մասին խոսել։ Հիմա կասեք, մեր տոնը չէ։ Հետո ինչ։ Ես Նովրուզն էլ եմ տոնել, երբ աշխատում էի Կենտրոնական Ասիայի նախկին խորհրդային հանրապետությունները, Իրանը, Իրաքը եւ Աֆղանստանը ներկայացնող լրագրող գործընկերներից հետ։ Դուք չգիտեք, թե ինչ համեղ ուտելիքներ ունեն։ Մենք հիմնականում միայն ուզբեկական փլավն ու մանտին գիտենք, իսկ նրանք այնքան բազմազան, մեկը մյուսից համով կերակուրներ ունեն։ Մի օր մանրամասն կպատմեմ։ Իսկ առայժմ պատմեմ, թե ինչպես էի Եվրոպայի կենտրոնում չեխ մի ընտանիքի հետ միասին անցկացրել դեկտեմբերի 25-ը։ Մեր ծանոթներն էին, դե հրավիրել էին ծննդյան տոնը նշելու եւ կապր ուտելու։ Գիտեք, չէ, ինչ բան է կապրը։ Այո, շատ ճիշտ է, կապրը, դա կարպ ձուկն է։
սլավոնական տարբեր ժողովուրդների մոտ այդ տարադարձությունները սովորական են։ Օրինակ, եթե Պրահայում մտնեք խանութ ու տեսնեք, որ գրված է կլոբասա, երևի առանց դժվարության կհասկանաք, որ կլոբասան երշիկն է։ Իսկ եթե գրված լինի մլեկո, միանգամից կկրահեք, որ մլեկոն կաթն է, բայց շեղվեցի։ Ուրեմն գնացել էին կապր ուտելու։ Իհարկե նաև նվերներ էինք տարել, որովհետև մենք հայաստանցիներս հունվարի 6-ին սովորաբար միմյանց նվեր չենք տալիս։ Այն պարզ պատճառով, որ նոր տարուն արդեն բաժանած ենք լինում այդ նվերները։ Իսկ իրենց մոտ, քանի որ Սուրբ Ծնունդն է սկզբից գալիս, հետո նոր ամանորը, հենց դեկտեմբերի 25-ն է նվերների օրը, այն էլ ինչ նվերների։ Շատ լուրջ են վերաբերում այդ գործին, ողջ տարին փող են կուտակում, եւ վերջում կարող ես ստանալ բավական պատկառելի նվեր, օրինակ բարձրակարգ արթուկ կամ թանկարժեք բջջային, էլի ոչ մի կերպ չենք հասնում այդ կապրին։ Ուրեմն ասեմ, որ գոնե իմ ճանաչած չեխերը ոչ միայն գլխավորապես այդ ձուկն են պատրաստում այդ օրը, այլ բառի զբուն իմաստով բացառապես այդ ձուկն են պատրաստում, օգտագործում են ծայրից ծայր։ Սկզբից բերեցին կարպի ապուր, հետո բերեցին այդ նույն ձկից պատրաստված աղցան, հետո վերջապես բերեցին այդ կարպը արդեն տապակած վիճակում, ու այդ պահին տղաս, որը այդ կարպի հետ առանձնապես չունի, մեր սիգնը է նախընտրում, չդիմացավ ու ականջիս շշնջաց. «Պապ, քիչ հետո նրանք երևի այդ նույն կարպից պատրաստված կոմպոտ էլ կբերեն»։ Բայց լավ էր, կերանք, ուրախացանք, գնալուց առաջ էլ ասացինք. «Դե, դուք էլ հունվարի 6-ին մեր տուն համեցեք, եթե իհարկե դեմ չեք»։ Իրենք բոլորովին դեմ չէին։